ապացույցների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ դուք չեք ուզում ապացույցներով դուք խոսեք, մեր պաշտպանության Ինչի մասին խոսենք, չեղած բանի մասին, չեղած բանի ինչ է ապացուցում։ Տեղաշարժ կա թե Ոչ, չկա։ ինչ է նշանակում։ Այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Այլ բան Էսկալացիայի ռիսկ կա, պարոն նախարար։ Հարցերից գործընկեր կա, արդյոք ռազմական գործողություններ իսկ եւ գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ ինչ գրակոծներ, պարոն նախարար, սոտքի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը ինչու է Հիմա կրակել է, թե չէ կրակել։ Ասում եմ եւ կրակել անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ էլ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության Բայց դուք ուղիղ պատասխանեք, պարոն Պապիկյան, Պարոն Պապիկյան, բայց դուք ուղիղ պատասխանեք։ Պարոն Պապիկյան, խնդրեմ ուղիղ պատասխանեք, կրակոցներ։ Հիմա ով պիտի խոսա, արդեն իսկ հայտարարել է, որ Դες չի մտածում հանդիպումը առաջ։ Շնորհակալ եմ։ Ուղիղ պատասխանեք, պարոն Պապիկյան, կրակոց եղել է թե չէ։ Պարոն Պապիկյան, թոքաբորբից զինվոր էր մահացել, ինչու պատշաճ չի ապահովում զինծառայողների առողջական վիճակը։ Զինված ուժերում տեղի ունեցող բոլոր դեպքերի մասով տեղի են ունենում ծառայական քննություններ, տեղի են ունենում քննություններ պատկան մարմինների կողմից։